Արվեստի զարգացում։ Վերածննդի դարաշրջանում արվեստը դարձավ ռեալիստական և մարդակենտրոն։ Նկարիչները ինչպես Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը ստեղծեցին գլուխգործներ, որոնք արտահայտում էին մարդու բնական ձևը ու էմոցիաները։ Արվեստում մեծ դեր խաղացին նաև հին հունական ու հռոմեական մշակույթները, որոնք ներշնչում էին արվեստագետերին։ Սոցիալական և քաղաքական փոփոխություններ։ Վերածնունդը նաև խթանեց սոցիալական և քաղաքական փոփոխություններ։ Ֆեոդալական համակարգի ճգնաժամը և քաղաքային կենտրոնների առաջացումը նոր հնարավորություններ տվեցին առևտրի ու իշխանության համար։ Մեդիչի ընտանիքը Ֆլորենցիայում, օրինակ, մեծապես աջակցում էր արվեստին ու գիտությանը։ Այս 4 հիմնական ուղղությունները միավորում էին հասարակության, արվեստի և գիտության նոր մոտեցումները, որոնք արտահայտվեցին ժամանակի առաջադեմ գաղափարներում։ Փիլիսոփայություն և մարդասիրություն։ Փիլիսոփայությունը փոխեց իր ուղիները դեպի մարդու կարողությունները և ազատությունը։ Մարդասիրությունը, որը կենտրոնում էր մարդու ընկալման, մտածելու և ստեղծագործելու կարողությունների վրա, դարձավ վերածննդի հիմնասյուներից մեկը։ Դուրյալի և Պետրարքի նման փիլիսոփաները անդրադարձան մարդու հզորության և ներքին տաղանդի զարգացմանը։ Այս դարաշրջանում մեծացան գիտնական բացահայտումները։ Կոպեռնիկոսը պնդեց, որ երկրի պտտվում է արևի շուրջ, իսկ Գալիլեոն զարգացրեց աստղադիտակը և առաջին անգամ դիտեց երկնային մարմինները։ Գիտնականները սկսեցին կիրառել փորձնական մեթոդներ և քննել աշխարհը ավելի լուրջ ու քննադատական մոտեցումով։